պետք է կարգավորվեն գները, ինչն է որոշում գների աճը և ինչ խնդիրներ են ի հայտ գալիս։ Այս հարցի շուրջ այսօր տեղի ունեցավ ևս մեկ հանդիպում։ Կառավարական համակարգող հանձնաժողովը հանդիպել է արտադրողների հետ։ Բանավեճը տևել է մոտ 2 ժամ։ Հայտնի է, որ սննդամթերքից բացի կառավարական հանձնաժողովը նախատեսում է ուսումնասիրել նաև դեղամիջոցների և վառելիքի շուկաները։ Կառավարության վարչությունում անցկացված հանդիպումից դուրս եկած արտադրողների հայտարարությամբ բարձր գները պայմանավորված են ցանցային մարկետների կողմից սահմանված բարձր սակագներով։ Նրանց խոսքով հնարավոր է երկրում գների իջեցում և կարգավորում, որի համար անհրաժեշտ է ընդունել կոնկրետ որոշումներ։ Սննդամթերքի բարձր գների հարցով հանձնաժողովի ստեղծում է նախատեսվում նաև խորհրդարանում։ Ինչն է դարձել պետական անվտանգության ծառայության աշխատակցի մահվան պատճառը։ Հետաքննությունը սկսվել է 115-րդ հոդվածով, որը ի նկատի ունի ինքնասպանության հասցնելուն։ Պետական անվտանգության ծառայության պաշտոնական հայտարարությամբ հակակոռուպցիոն գործակալության աշխատակցին սպանված են գտել սեփական ավտոմեքենայում հրազենային վնասվածքով։ Պատահարի մանրամասները պարզելու համար ընթանում են հետաքննչական գործողություններ։ Պետական անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն։ Եվս մեկ անգամ խորը ցավակցություն ենք հայտնում մեր աշխատակից Սիմոն Ծաքաձեի մահվան համար և ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին։ Նրա մահը մեզ համար մեծ ողբերգություն և անդառնալի կորուստ է։ Սիմոն Ծաքաձեն 2015 թվականից աշխատում էր մեր ծառայությունում և արժանապատիվ փորձառու աշխատակից էր, ով առանձնանում էր իր գործին նվիրվածությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով։ Այս ծանր դեպքի կապակցությամբ որոշ անձանց կողմից տարածվում են սպեկուլատիվ հայտարարություններ, որոնք էլ ավելի խորացնում են մահացածի ընտանիքի, ընկերների և գործընկերների ցավը։ Գերատեսչությունը կոչ է անում հանրությանը զերծ մնալ մանիպուլյատիվ հայտարարություններից և հարգել հանգուցյալի հիշատակը։ Մուհրանիում երկու անձի ծանրացուցիչ հանգամանքներում սպանության համար ոստիկանությունը ձերբակալել է 2 անձի։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալներից մեկը իր հետ եղող անձանց հետ միասին այս տարվա հունվարի 24-ին հրազենից մի քանի կրակոցներով մահացու վնասվածքներ է հասցրել 1980 և 1985 թվականներին ծնված անձանց։ Այնուհետև երկու մեղադրյալներն էլ փախել են դեպքի վայրից։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Ինչպիսի պլան ունի ընդդիմությունը և միավորման ինչ հնարավորություններ են քննարկվում։ Ընդդիմության մի մասը ակտիվորեն զրուցում է միության անհրաժեշտության մասին, սակայն անհայտ է, թե ինչ ձևով և ովքեր են դիտարկվում միավորման անդամներ։ Կախարիայի թիմում ասում են, որ նման դաշինքները արդյունավետ քայլ չեն իշխանության դեմ, իսկ վրացական երազանքում կարծում են, որ ինչպես նախկինում, այս նախաձեռնությունը ևս անհաջող կլինի։ Այսպես կոչված սաբոտաժի գործով դատարանում քննարկվում է Գեորգի Վաշաձեի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը։ Դատախազությունը որպես խափանման միջոց առաջարկում է գրավ։ Նոր մեղադրանք է առաջադրվել Միխեիլ Սաակաշվիլիին, Գեորգի Վաշաձեին, Նիկա Գվարամիային, Նիկա Մելիային, Զուրաբ Ջափարիձեին, Էլենե Խոշտարիային, Մամուկ Ախազարաձեին և Բադրի Ջափարիձեին։ Զուրաբ Գիրչի Ջափարիձեին և Գեորգի Վաշաձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի առաջին մասով և 319-րդ հոդվածով, որը վերաբերում է սաբոտաժին և օտար երկրի հանդեպ թշնամական գործունեության մեջ օգնություն ցուցաբերելուն։ Էլենե Խոշտարիային մեղադրանք է ներկայացվել 318-րդ հոդվածի առաջին մասով, 319-րդ և 321 պրիմա հոդվածի առաջին մասով, ինչը վերաբերում է սաբոտաժին, այդ հանցանքի համար նյութական ռեսուրսների տրամադրմանը և օտար երկրի հանդեպ թշնամական գործունեության մեջ օգնությանը։ Նիկա Գվարամիային, Նիկա Նորմելիային, Մամուկ Ախազարաձեին և Բադրի Ջափարիձեին մեղադրանք է առաջադրվել միայն 318-րդ հոդվածի առաջին մասով, ինչը վերաբերում է սաբոտաժին։ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավիե Բետելիի հայտարարությամբ զրույց է ունեցել իր վրաց գործընկերոջ հետ և գտնում է, որ նման բանավեճը անհրաժեշտ է։ Այս մասին Բետելին հայտարարել է նախքան Եվրոպայի ընդհանուր հարցերի խորհրդի նիստը։ Նրա խոսքով վրացիները հստակ գիտեն, թե ինչ անելիք ունեն։ Կան կարգեր և Կոպենհագենի չափանիշներ և դրանք պետք է կատարվեն։ Իսկ Կիպրոսի եվրոպական հարցերով նախարարի տեղակալ Մարիլենա Ռաունան նշել է, որ կարևոր է, որ Վրաստանը պահպանի իր եվրոպական տեսլականը։
Քութայիսիում բացվել է ֆուտբոլիստ Մերաբ Մեգրելաձեի հուշարձանը։ Հավաքվածները կրկին հիշել են հայտնի ֆուտբոլիստին։ Միևնույն ժամանակ փոքր ստադիոնում տեղի է ունեցել նրա անունը կրող մրցաշարը։ Այսօր Մերաբ Մեգրելաձեն կդառնար 70 տարեկան։